Մեր քաղաքացու քայլերը որոնք են։ Հնարավորինս շուտ դիմի եւ սահմանված եղանակներով ընտրի իր համար նախընտրելի բանկը, որի միջոցով ցանկանա ստանալ իր գումարը, կենսաթոշակ կամ նպաստ։ Դիմելու համար կա նաեւ առցանց տարբերակը, որպեսզի եղանակային պայմաններով պայմանավորված ժամանակ չկորցնելու համար, չկանչացնեն տարածքային բաժիններ, տարածքային կենտրոններ հերթեր չստեղծեն, sotsservice.am կայքում մենք ունենք տարբերակ հնարավորություն, որպեսզի առցանց դիմումի միջոցով կարողանան ընտրել բանկ։ Բանկը ընտրելուց հետո հարկ կլինի բանկի հետ կնքել հաշվի սպասարկման պայմանագիր եւ այնուհետեւ ստանալ բանկը քարտը բանկից։ Նրանք, ովքեր չեն հասցնի միջև մարտի 5-ը այս դիմումները ներկայացնել կամ որևէ տարբերակով չեն ներկայացնի դիմումներ, մարտի 5-ին արդեն իսկ նախանշված միջոցառումները կիրականացվեն եւ եթե կլինի մի կենսաթոշակառու նպաստառու, ով մարտի 5-ի դրությամբ բանկը դեռևս ընտրած չի լինի, նրա փոխարեն մենք կընտրենք բանկ։ Մենք ասածը բնականաբար ծառայությունը հիմա ասեմ ինչ մեխանիզմով։ Եթե այդ անձը որևէ վճարատեսակ ստանում է կանխիկ եղանակով, ներողություն, անկանխիկ եղանակով, օրինակ, ասենք անապահովության նպաստը ստանում է բանկի միջոցով, բայց կենսաթոշակը ստանում է հայփոստի միջոցով կանխիկ եղանակով, ապա նրա համար կընտրվի այդ անապահովության նպաստի բանկը, որը որ ստանում է այն բանկը, որի միջոցով ստանում է իր անապահովության նպաստը։ Այսինքն, եթե կլինի որևէ վճարատեսակ, որ ինքը արդեն ստանում է բանկի միջոցով, ապա կանխիկ եղանակով մյուս վճարատեսակները կվճարվեն այդ բանկի միջոցով։ Իսկ եթե չկա այդպիսի բանկ, այս դեպքում ծրագրային մոդուլի ընտրությամբ մենք ընտրելու ենք այդ քաղաքացու համար բանկը։ Ընդ որում բանկի ընտրության վերաբերյալ քաղաքացին կտեղեկանա, եթե ինքը ունի մեզ մոտ հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե, որովհետեւ մենք հետադարձ կապի միջոցներով քաղաքացուն տեղեկացնենք, թե որ բանկն ենք ընտրել իր համար, եւ նաեւ կլինի ծրագրային ապահովման միջոցով մեր ծառայության կայքեջում մի այդպես հողում կլինի, որով կմտնեն իրենց անձնագրային տվյալը կամ հանրային ծառայության համարանիշը կհավաքեն եւ դարձյալ կտեսնեն, թե իրենց համար ինչ բանկ է ընտրված։ Ինչու ենք աշխատանքներ սկսում մարտի 5-ին, որովհետեւ մենք որպես կանոն կենսաթոշակառուները շատ լավ գիտեն, վճարման ցուցակներ ձևավորում ենք յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ արդեն 2-ին 3-ին սկսում են բանկերից իրենց գումարները ստանալ։ Մարտի 1-ին մենք հերթական անգամ կձևավորենք մեր վճարման ցուցակները, այդ ամսվա ցուցակներում վերջին անգամ կլինեն կանխիկ եղանակով գումարներ ստացողներ, եւ որ գումարներ արդեն կփոխանցենք բանկերին վճարման ցուցակները մարտ ամսվա, կսկսենք նախապատրաստվել ապրիլ ամսվան, որտեղ այդտեղ որոշակի գործողություններ պետք է կատարել, մասնավորապես բանկերի, այդ մասը ես կփոխանցեմ իմ գործընկերկանի, ես ուղղակի ուզում եմ ասել, ինչու մենք մարտի 5-ը ընտրեցինք, որպեսզի մարտից 5-ից ընկած ժամանակահատվածները հասցնենք կատարել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենսաթոշական կանխիկ եղանակով ստանալու համար, եւ երբ որ ապրիլի 1-ին մենք արդեն վճարման ցուցակները ձևավորենք եւ ուղարկենք բանկերին, գոնե թե մեր այս շահառուները, որոնց համար մենք կընտրենք բանկը, պատրաստ լինեն արդեն իսկ գումարը իրենց հաշիվներին նստելուց հետո կարողանան ստանալ կենսաթոշակը։ Հակառակ դեպքում են գործընթացը, որ հիմա իմ գործընկերը կներկայացնի, ստիպված կլինենք կիրառել ապրիլի 1-ից եւ կենսաթոշակառուներն իրենց ապրիլ ամսվա կենսաթոշակը կարող են ստանալ ամսվա վերջին։ Շատ շնորհակալ եմ, խնդրեմ։